Այսօր աշխարհը պատերազմի մեջ է եւ մենք գիտենք Հիսուսի ասած խոսքը, որ Հիսուսը սրանից մոտ 2000 տարի առաջ ասեց, որ ազգի վրա վեր կգնա եւ թագավորության վրա։ Եվ մարդկանց սիրտը կնվաղի այն բաներից, որ գալու են, եւ մարդ վախի մեջ կլինի եւ տագնապի մեջ կլինի։ Այսօր մեր աչքերը, մեր ականջները լսում եւ տեսնում են այն մարգարեությունը, որ Հիսուս Քրիստոսն արել է մոտ 2000 տարի առաջ։ Մենք գտնվելով այս աշխարհում պատկանում ենք ուրիշ թագավորության։ Մի թագավորության, որը ամենահավետ թագավորությունն է, եւ որի թագավորը կոչվում է սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր եւ խաղաղության իշխան։ Այդ թագավորին ենք մենք պաշտում։ Բարդ Տիրոջը։ Եվ մենք այդ ժողովուրդը լինելով այս խավար ժամանակաշրջանում պիտի տարածենք արքայության լույսը եւ հույսը մարդկանց։ Այսօրվա իմ պատգամս ես վերնագրել եմ այսպես. Աքսորիալի պարտությունը։ Եվ ուզում եմ միասին բացենք Ղուկաս ավետարան 11-րդ գլուխ։ Մի հատված կարդանք Հիսուս Քրիստոսի կյանքից։ Ղուկաս ավետարան 11-րդ գլուխ 14-ից 23 համարները։ Եվ մի դև էր հանում, որ համր էր, եւ եղավ, որ դևը դուրս գալիս համրը խոսեց։ Եվ ժողովուրդները զարմացան, եւ նրանցից ոմանք ասեցին. դա դևերի իշխան Բելզեբուղով է հանում դևերը։ Ուրիշներն էլ փորձելով մի նշան էին խնդրում նրանից երկնքից։ Բայց նա նրանց մտածմունքները իմանալով ասեց նրանց. ամեն թագավորություն, որ իր մեջ բաժանված է, կավերվի, եւ տունը տանդեմ բաժանված կկործանվի, ապա եթե սատանան ինքն իր դեմ բաժանված է, նրա թագավորությունը ինչպես կկենա, որովհետեւ ասում եք, թե ես Բելզեբուղով եմ հանում դևերը։ Եթե ես Բելզեբուղով եմ հանում դևերը, ապա ձեր որդիները ինչով են հանում, դրա համար նրանք կլինեն ձեր դատավորները։ Բայց եթե ես Աստծո մատով եմ հանում դևերը, ուրեմն Աստծո արքայությունը ձեր վրա հասել է։ Եվ այս պատմությունից հետո օգտագործում է Հիսուս Քրիստոսը մի այլաբանություն։ Խնդրեմ ուշադիր եղեք եւ այսօր մենք իրար հետ միասին սերտելու ենք այս այլաբանությունը, ինչ որ Հիսուս Քրիստոսն ասեց։ Դա գրված է 21 խոսքից։ Եվ որ զորավորը զինվորված իր տունը պահե, նրա ստացվածքը խաղաղության մեջ են։ Բայց եթե նրանիցն էլ ավելի զորավորը գա, նրան կհաղթի, նրա զենքերը, որ հույսը նրա վրա էր դրել, կհանե եւ նրա ավարը կբաժանե, ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է, եւ ով որ ինձ հետ չի ժողվում, ծրվում է։ Հիսուս Քրիստոս այս այլաբանությունը ասեց եւ կարևորագույն մի բան կար այս այլաբանության մեջ, նա ցույց էր տալու, թե ինչ պիտի լինի։ Եվ ով էր այդ զորավարը, եւ ով էր ավելի զորավարը, որ եկավ։ Այդ զորավարը, որը նկարագրում է, որ իր զենքերով իր տունը պահում էր, որ իր ավարը կամ իր ունեցվածքը ավելի ապահով լինի, ի նկատի ուներ Հիսուսը սատանային։ Ի նկատի ուներ օդի իշխանին, ի նկատի ուներ թշնամուն, որը որպես զորավար իր զենքերով պահում է իր տունը, որպեսզի ապահով լինի իր տունը։ Իսկ ո՞րն է սատանայի տունը։ Երբևիցե մտածել ենք, ո՞րն է սատանայի տունը, որ իր զենքերով այդպես ամուր պահում է այդ տունը։ Ուզում եմ ներկայացնել, ո՞րն է սատանայի տունը։ Սատանայի տունը աստվածամերժ աշխարհակարգն է։ Աշխարհ դա համակարգ կամ կառույց է, որը հակառակ է Աստծուն։ Սա մեզ շրջապատող մեղքն է։ Եկեք միասին նայենք Սուրբ գրքից, ինչ է ասում Սուրբ գիրքը աշխարհի մասին։ Հովհաննես 15-րդ գլուխ 18-19 համարներ։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը իրեններին կսիրեր, բայց որովհետև աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ատում է ձեզ։ Գիտես, հերիք է դու ասես ես հավատացյալ եմ, աշխարհը սկսում է քեզ ատել։ Ինքը չի տենում դու բարի ես, թե վատն ես, թե լավն ես,
Հենց լսեց, որ դու հավատացյալ ես։ Հենց լսեց, որ դու պատկանում ես Աստծուն, աշխարհը սկսում է քեզ ատել։ Գիտեք ինչու։ Որովհետև սատանայի տունն է աշխարհը։ Շարունակում է Հովհաննես 16:20-ում. Դուք լաց կլինեք ու ողբակ, բայց աշխարհը կուրախանա։ Հակադիր կողմերն է Հիսուսը ցույց տալիս, որ աշխարհը հակառակ է լույսին կամ Քրիստոսին։ Առաջի Հովհաննես 5:19-ում ասում է. գիտենք, որ Աստծուց ենք եւ ողջ աշխարհը չարության մեջ է մնում։ Եվ նույն Հովհաննեսը ասում է իր խոսքերի մեջ. մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրի, հոր սերը նրա մեջ չկա, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը, աչքի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը, հորից չէ, այլ այս աշխարհից։ Մի խոսքով կարելի է ասել, այս խոսքից ենթադրելով, մի սիրեք սատանայի տունը, մի ապրեք այդ տան մեջ, դուրս եկեք իմ ժողովուրդ եւ պիղծ բաների հետ գործ մի ունեցեք, անօրինության, չարության, տարբեր տեսակի վատ խորհուրդների հետ գործ մի ունեցեք, մի սիրեք սատանայի տունը։ Մի բան էլ է ասում, որ այս զորավարը սատանան ունի զենքեր եւ այդ զենքերով է պահում իր տունը։ Ունի զենքեր, որ այդ զենքերով է այսօր կառավարում այս աշխարհը։ Եվ գիտեք, երբ որ ես ուշադրություն դարձրեցի, տեսա մի քանի զենք, որի միջոցով ինքը կարողանում է մարդկանց պահել ստրկության մեջ եւ ամեն օր ազդում է մարդկանց վրա, դա առաջինը սուտն է, երկրորդը վախն է եւ մահը։ Սրանք սատանայի զենքերն են, որի միջոցով ինքը պահում է իր աշխարհակարգը այս աստվածամերժ։ Բայց մի ուրախություն կա այս այլաբանության մեջ, որ Հիսուսը շարունակում ասում է, որ այս զորավորից կա ավելի զորավորը։ Որ այս զորավորը ինչքան էլ իր զենքերով պաշտպանում է իր տունը, կա ավելի զորավորը, որը գալիս է եւ հաղթում է նրան եւ նրա ձեռից վերցնում է այդ զենքերը եւ ավարը բաժանում է։ Հիսուս Քրիստոսը իր մասին էր մարգարեանում։ Շատերը ասում են, վայ հանգարց սատանայի անունը չտան կամ սատանայի ականջը խուլ, չլսի հանգարց խանգարի մեզ։ Լսեք այն Աստծուն, այն Տիրոջը, այն զորավորին, որ մենք պաշտում ենք, նա ավելի զորավորն է, որը հաղթեց սատանային։ Փառք Տիրոջը։ Գիտեք, Աստվածաշնչյան պատմական գրքերի մեջ կան խորհրդապատկերներ եւ պատմություններ, որոնք մարգարեական լուսաբանումներ են անում։ Այսօր ուզում եմ երկու այդ պատմությունների ու մեկ էլ այս այլաբանության մեջ զուգահեռներ անցկացնենք եւ տեսնենք 5 տակարանում ինչպես մի զորավորը, որը ցույց էր տալիս իր զորությունը, մի այլ զորավորը եկավ եւ հաղթեց այդ զորավորին։ Եկեք միասին բացենք Առաջի Թագավորաց 17-րդ գլուխ։ Եթե ունեք Աստվածաշունչ ձեր մոտ, եթե չունեք, խնդրեմ հետևենք։ Սա մի պատմություն է, որը այսօր աշխարհն էլ գիտի։ Սա մի պատմություն է, որը փոքր երեխաներից սկսած մինչև իշխաններն ու կառավարիչները գիտեն այս պատմության մասին։ Սա Դավիթի եւ Գողիաթի պատմությունն է։ Այսօր միայն գիտեն այս պատմությունից մի բան, որ Դավիթը քարով խփեց Գողիաթի ճակատին, Գողիաթը մեռավ, գլուխը կտրեց։ Հաղթեց Գողիաթին։ Ուզում եմ, որպեսզի այս պատմության մեջ այսօր մենք տեսնենք այն խորհրդապատկերները, այն բաները, ինչ որ թաքնված է, որ այսօր մեզ կարևոր է։ Տիրոջ օգնությամբ ես կուզենամ ներկայացնել ձեզ եւ զուգահեռներ անցկացնել այսօրվա այդ այլաբանության հետ, որ Հիսուսն ասում էր։ Ասում է, որ թշնամու բանակը պատերազմի շարվեց Աստծո բանակի հետ։ Մեկը մի սարի վրա էր, մյուսը մյուս սարի վրա էր։ Եվ թշնամու բանակից մեկը դուրս եկավ
իրանց հրամանատարը, իրանց զորագլուխը, իրանց միջնամարտիկը մեկը դուրս եկավ եւ սկսեց նախատել Աստծո ժողովրդին։ Նկարագրում է, որ այդ հրամանատարը, այդ թշնամին մանկուց վարժված էր պատերազմի։ Այդ թշնամին հսկա էր հասակով։ Մոտավորապես ասում են 3-ից 3.5 մետր բոյ է ունեցել Գողիաթը։ Մեծ եւ ահավոր զենքեր ուներ։ Նկարագրված է այդ զենքերի մասին, ես չեմ ուզում կանգնել։ Եվ գիտեք ինչա թարգմանվում Գողիաթ անունը։ Գողիաթ անունը թարգմանվում է աքսորիալ։ Ինչ էին այդ երախուն դրե այդ անունը, ես չգիտեմ։ Բայց սա խորհրդապատկերն է, որ մեկը աքսորվեց երկնքից։ Խորհրդապատկերն է սատանայի, մեկը որ աքսորվեց, եւ սատանայի խորհրդապատկերը լինելով կանգնել էր բարձրության մեջ ու գոռում էր, ասում էր, կա մեկը ձեր մեջ, որ կարա իմ հետ պատերազմի։ Եվ Աստծո ժողովրդին նախատում էր այս խոսքերով։ Գիտեք ինչա նշանակում նախատել։ Նայել եմ բառարանի մեջ տարբեր հոբանիշներ կան նախատել բառի վրա։ Նշանակում է պարսավել, անպատվել, անարգել, վիրավորել, կոպտել, խայտառակել, պախարակել, խարազանել, կոթել, կշտամբել։ Եվ սա կանգնած սատանան կանգնած էր ու Աստծո ժողովրդին, Աստծո զորքին ասում էր. ձեր մեջ մեկը չկա, որ իմ հետ կարողանա կռվի։ Եվ գիտեք ինչն է բանը, որ կարդում ենք 17-րդ գլխի մեջ եւ տեսնում ենք, որ 40 օր դուրս էր գալիս նախատում էր ու 40 օր ոչ ոք Աստծո ժողովրդից, ոչ ոք Աստծո բանակից չէր համարձակվում կան դուրս գալ եւ նրա հետ մենամարտել։ 11-րդ խոսքն ասում է. վախ ու զարհուրանք ընկավ Աստծո բանակի վրա։ Տեսնելով նրա երևույթը, լսելով նրա խոսքերը։ Սատանան Գողիաթի նման իր ամբարտավան խոսքերով ուզում է Աստծո զորքին տկարացնել, թուլացնել եւ գործի է դնում իր սուտը։ Գիտեք, երբ որ իր զենքերը, երբ որ իր սուտը, վախը գործի է ինքը դնում, սկսում է ազդեցություն գործել մարդկանց վրա։ Ես այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ մի քանի ստեր, որի միջոցով ինքը կարողանում է քրիստոնեական աշխարհին, կարողանում է հավատացյալ ժողովրդին, Աստծո զավակներին վախցնել եւ հուսահատեցնել եւ կասկածանքներ ցանել։ Եվ եթե քո կյանքի մեջ սա եղել է, երբ որ գլսես ու կզգաս, որ քո կյանքի մեջ եղել է, մի բան ուղղակի ձեռ բարձրացրա այսպես։ Մեր աչքերը ուղղում է մեր տկարություններին սատանան։ Ասում է, մի հատ քեզ նայի։ Հələ մի հատ քո իրավիճակին նայի։ Դու կարաս ինձ հաղթես։ Մեր ձախողումների, մեր մեղքերի վրա է ուղղում մեր աչքերը։ Դու ինչպես կարող ես քեզ անվանել քրիստոնյա։ Մի քանի ստեր։ Քո մոտ երբեք չի ստացվի։ Անհաջողակ մարդ ես, ինչ ձեռնարկում ես չի ստացվում։ Ոչ մի շնորհք չունես, որ կարողանաս մի բան անել։ Կոմունիստների ժամանակ sense մի հատ խոսակցություն կար, որ ասում էին դու ոչ բնությանն ես պետք, ոչ մարդկությանը։ Դա կոմունիստների ժամանակ է այդ խոսակցությունը դուրս եկել, եւ գիտեք ինչ էր դուրս եկել, որովհետեւ մարդուն չէին արժևորում որպես մարդ։ Մարդը ուղղակի արտադրող մեխանիզմ էր։ Այսօր մարդը կարողանում էր արտադրել, ինքը արժեք ուներ։ Եթե մարդը չէր կարողանում, ինքը արժեր 72 կոպեկ։ Այսքան էր մարդը։ Դրա համար էլ երբ որ մեկը մի բան չէր կարողում անել, ասում էին դու ոչ բնությանն ես պետք, ոչ էլ մարդկությանը։ Եվ գիտեք սա սուտ է, որովհետև դու եւ ես ստեղծված ենք Աստծո պատկերով։ Եթե Աստծո պատկերով ենք ստեղծված, մենք մեծ արժեք ունենք, եւ երբեք դու քո թանկը չէիր զոհաբերի 72 կոպեկի համար։ Երբեք այն կինը չէր ուրախություն կազմակերպի, հարևաններին, բարեկամներին կանչի մեծ խնջույք անի մի դրամանոցի համար,
որովհետև թանկ արժեր այդ։ Մենք թանկ արժենք Աստծո համար։ Եվ սատանան գիտի, որ մենք թանկ արժենք Աստծո համար։ Ոչ միայն սա գիտի, այլ նաև գիտի, որ մեր մեջ կա Աստծո պատկերը, մեծ պոտենցիալ կա քո ու իմ մեջ, եւ ինքը գալիս է ստով, որպեսի ինձ եւ քեզ խափի, վախցնի, որպեսի դու հավատաս այդ ստերին։ Երբ որ երեխային փոքր ժամանակվանից դու ասում ես, քո մոտ չի ստացվում, դու չես կարա, եւ այս ստին երեխան հավատում է եւ մեծանում է ու ասում է, ես չեմ կարա ոչինչ անեմ։ Երբեք սիրելի ծնող սատանայի սուտը մի օգտագործի քո տան մեջ եւ քո կյանքում։ Մի ուրիշ բան, դու մեղքեր ես գործում, ինչպես կարող ես ծառայել Աստծուն եւ հոգեվոր լինել։ Երբ որ մեղքերից լիովին կմաքրվես, այն ժամանակ ծառայես Աստծուն։ Ովքեր կան, որ այս սուտը ընդունել են։ Ասեմ քեզ, դու մինչև կյանքիդ վերջը կարիք ունես մաքրվելու եւ սրբանալու։ Սա նշանակում է, եթե դու հավատաս այս ստին, սա նշանակում է, որ դու երբեք քո կյանքի մեջ չես ծառայի Աստծուն։ Միգուցե որ ինքը գոռում էր այսպես գողիաթը կանգնած, մնացածը վախենում էին։ Ախր ես ոնց կարամ, ախր իմ մոտ չի ստացվում, ախր ես որ գնացի կմեռնեմ, ախր ես ով եմ, որ ծառայեմ Աստծուն, հələ լիքը մեղքեր եմ գործում։ Հենց սկսես Աստծուն ծառայել, մեղքեր չես գործի։ Հաջորդ սուտը, որ սատանան ասում է, մի խորացի հավատքի մեջ, միայն կիրակի օրերը բավական է, գնա, լսի, աղոթի ու վերջ։ Ապրի քո կյանքով, չէ՞ որ քեզի մի հատ կյանք է տրված։ Մոռանալով մի բան, սիրելի ժողովուրդ, որ Հիսուսն ասեց, ես եմ կյանքը։ Որ նրանով է, որ մենք ապրում ենք, շնչում ենք եւ կանք, նրանով է։ Մենք կախյալ էակներ ենք մարդիկս եւ կախված ենք Աստծուց։ Ոնց մենք չենք հասկանում, որ սա սատանայի սուտն է։ Մենակ կիրակի օրով բավականացի, մի խորացի անգարց հավատքի մեջ։ Եթե դու այդպես ես մտածում, դու արդեն պարտության եզրին ես կանգնած։ Եթե քո աստվածապաշտությունը միայն կիրակի օրերին է, դու պարտության եզրին ես կանգնած։ Իսկ եթե հանկարծ Աստված ոչ անի, հալածանք լինի եւ կիրակի օրերը չլինեն, ի՞նչ է լինելու քո հետ։ Ինչ ես անելու դու։ Քիչ են քեզ գնահատում, ավելի շատ քո համար պիտի անեն, քեզ պիտի գնահատեն։ Դու կարիքի մեջ ես։ Դու եկել ես այստեղ, որ քո համար անեն։ Այս սուտը շատ անգամներ մարդը վերցնում է եւ դառնում է անձնակենտրոն, եսակենտրոն եւ մարդը մտածում է, որ միայն իր համար պիտի անեն։ Մոռանալով, որ Աստված ասեց, որ ավելի երանելի է տալը, որ Հիսուսը ուրիշների համար էր ավելի ապրում, եւ դու ավելի շատ պիտի տաս եւ ոչ թե վերցնես։ Մյուս սուտը, արդյոք որ զոհում ես կամ տասանորդ ես տալիս, ինչ գիտես թե ուր է գնում եւ ինչ են անում։ Չի այցել այդ մտքերը մեզ։ Իհարկե, այս մտքերը շատերիս այցել է։ Ոմանք այդ մտքերը չեն ընդունել սատանայի սուտը, իսկ ոմանք էլ չկան։ Այդ չկան բառը նշանակում է ընդունել ու խոցվել են։ Սատանան վախցնում է, կխելագարվես, մի դարձիր հավատացյալ զինվոր, կկորցնես ամեն բան։ Ծնողներ կային ինձ հրավիրել էին, որպեսզի ես գնամ իրանց տուն, իրանց տղայի համար այտենց բան էին ուզում հարցնեին, ու երբ որ նստեցինք զրուցեցինք, ասում են մենք չենք ուզում, որ մեր տղան գա եկեղեցի, ասում ինչու՞ չեք ուզում։ Ասում են որովհետև որ մեր տղան եկավ եկեղեցի կգժվի։ Ասեցի լսեք, ես 25 տարի արդեն եկեղեցու մեջ եմ, 25 տարի հավատքի մեջ եմ, մի հատ գժի սիմպտոմ տենում եք իմ վրա։ Ասես չէ, դու կարգին տղա ես։ Ասում դե կարգին տղա եմ, այնտեղ էլ կարգին ժողովուրդ է հավաքվում, եւ ուզում ենք, որպեսզի քո տղան էլ կարգին լինի։ Սա սատանայի սուտն է, որ դու կգժվես։
Աստծո տան մեջ գժվացները բժշկվում են, խելագարվածները ազատագրվում են, Աստծո տան մեջ են մարդիկ բժշկվում եւ առողջանում։ Երբեք այս սուտը չընդունես։ Մյուս սուտը նա է, որ վախցնում է մարդուն մահով, հիվանդությունով։ Տես Աստված քեզ մոռացել է, Աստված քեզ լքել է, Աստված չի լսում քո աղոթքները։ Եվ այսպիսի ստեր ու վախ Աստծո ժողովրդին։ Լսեք, իր այդ վախը, իր այդ սուտը, իր այդ սարսափը ինքը ոչ թե աշխարհի վրա է անում, աշխարհի վրա ինքը անում է, բայց ավելի շատ իր հոխորտանքն ու իր նախատելը Աստծո ժողովրդին ուղղված ինձ ու քեզ։ Ինչպես եմ ես վերաբերվում, երբ որ լսում եմ այդ մտքերը։ Ինչ է կատարվում իմ մեջ, երբ որ ես լսում եմ սատանայի այդ խոսքերը, այդ սուտը, այդ կեղծիքը։ Արդյոք վախենում եմ, թե ոչ։ Այս պատմության մեջ Աստծո բանակը վախի մեջ էր եւ չգիտեին ինչ անել։ Մարտարավեր էր ուղված Աստծո ժողովրդին։ Մի ճակատամարտ, մի մարդ եւ այդ մարտից հետո որոշվելու էր Աստծո ժողովրդի ճակատագիրը կամ էլ թշնամու ճակատագիրը։ Մի մարդ էր պետք, միայն մի մարդ եւ պետքա որոշվեր։ 11-րդ խոսքի մեջ ասում է, որ ժողովուրդը վախի մեջ էր։ Իսկ 24-րդ խոսքը ուզում եմ կարդալ 17-ի 24-ը։ Իսրայելի բոլոր մարդիկը, երբ որ այն հսկային այն մարդին տեսան, նրա երեսից վախեցան եւ շատ վախեցան ու փախան։ Տեր Աստված, ինչ է նշանակում Աստծո զինվորները փախնեն թշնամու երեսից։ Ինչ է նշանակում ընդհանրապես փախնել։ Վերջի օրերում նկատել եմ մի բան Աստծո բանակի մեջ։ Գիտեք, որ նա երևի շատ հովիվներ, առաջնորդներ կհամաձայնվեն սա ինձ հետ, որ ոչ ոք չի ուզում պատասխանատվություն վերցնել։ Բոլորը փախնում են պատասխանատվություն վերցնելուց։ Ինչ է նշանակում պատասխանատվություն վերցնել։ Գիտեք ինչի հիմնական պատճառը որն է, որ մարդը պատասխանատվություն չի վերցնում մի բան անելու։ Վախն է։ Սատանայի վախը։ Եթե հիմնական պատճառը վախն է, մարդը չի կարողանում իր քչի մեջ հավատարիմ լինի։ Վախը նշանակում է սիրո անկատարություն։ Որովհետև Հովհաննեսն ասում էր, կատարյալ սերը մեկ դի է անում վախը։ Եվ այո, արդյոք եղբայրը երկու շաբթերը խոսում էր ու ասում էր, որ սերն է Աստծո պարգևը մեզ։ Եվ այդ սերն է, որ ներսը մեր հավատք առաջացնում եւ հույս։ Եվ այդ սերն է, որը հաղթում է վախին, սատանայի զենքին։ Եվ այդ սերն է, որ մարդուն տանում է պատասխանատվության։ Պատասխանատու են քչիդ մեջ, ինչ որ դու ունես։ Գիտեք, երբ որ մենք գալիս ենք դալիճ, մենք չգիտենք, որ սրանից մի ժամ, երկու ժամ առաջ մարդիկ գալիս են, մաքրում են, փոշիներն են վերցնում։ Մենք մենակ գալիս ենք, սենց լավ նստում ենք, գեղեցիկ վայելում ենք։ Երբ որ քո երեխաներին տանում ես մանկական, դու չգիտես այնտեղ ինչքան են պատրաստվում մանկականի ծառայողները եւ անվճար ծառայում են քո երեխաներին, որպեսզի դու այստեղ հանգիստ նստես եւ Աստծո խոսք լսես։ Այս գեղեցիկները, որ այստեղ փառաբանում են Տիրոջը, մեծարում են, դու չգիտես շաբաթվա մեջ ինչքան են իրանք չարչարվում, ինչքան են իրանք պատրաստվում, ինչքան են իրանք պարապում, որպեսզի այստեղ դու գեղեցիկ երաժշտություն ու փառաբանություն լսես։ Գիտեք սա ինչ է։ Սա պատասխանատվություն վերցնելը։ Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են վերցրել ծառայելու Տիրոջը, մի բան անելու Տիրոջ համար։ Հիմա դու կարող ես ասել, ես ժամանակ չունեմ, ես կարող եմ մենակ գումարով նպաստել։ Այո, դա էլ է ծառայություն, որ դու կարող ես գումարով նպաստել։ Հիմա մեկն է կարող ասի, ես գումար չունեմ, դու գումար չունես, բայց դու կարող ես գալ այստեղ օգնել մաքրության առումով, որովհետև սա Տիրոջ տունն է։
Ուզում եմ հարց տալ քեզ, դու սիրում ես Աստծուն։ Ինձ մի ասա, այո կամ չէ։ Եթե դու սիրում ես Աստծուն, ուրեմն իր գործերի, իր տան նկատմամբ կլինես պատասխանատու։ Սիրում ես Աստծուն, արածեցրու նրա գառներին։ Հիշում եք այս հարցը Հիսուսը տվեց Պետրոսին, սիրում ես ինձ, արածացրա իմ գառներին։ Սիրում ես Աստծուն, պատվիր նրա անունը։ Սիրում ես Աստծուն, սովորեցրու նրա մանուկներին։ Սիրում ես Աստծուն, դարձրա նրա տունը քո տունը եւ վերաբերվիր քո տան պես եւ նրա զավակներին քո անձի պես։ Սիրում ես Աստծուն։ Գիտեք, բերանով չի, որ մենք մենակ պիտի ասենք, ես քեզ սիրում եմ։ Տերը կասի, բա ուր է գործդ, բա ուր է հետևանքդ, բա ուր է քո այդ գեղեցիկ խոսքերի արտացոլումը իրական կյանքի մեջ։ Մենք այստեղ շատ լավ կարող ենք երգել ու փառաբանել Տիրոջը, բայց ուր է քո պատասխանատվությունը, սիրելի հավատացյալ մարդ։ Գիտեք, ինչ է նշանակում պատասխանատվություն։ Մի քանի բան գրել եմ, ինչ է նշանակում սիրել այն ինչ որ դու անում ես, ժամանակին անել եւ կարգապահ լինել, հոգատար լինել մարդկանց եւ գույքի նկատմամբ եւ պատասխան տալ ամեն այն բանի համար, որ տրվել է քեզ։ Աստծուց մեզ բան տրվել է։ Այո, ուրեմն մենք պիտի պատասխանատու լինենք դրա համար։ Գիտեք, այդ բանակը վախի մեջ էր։ Ու մեկ էլ հանկարծ մի պատանի, մի երիտասարդ 16-17 տարեկան մոտավորապես ասում են այդ տարիքի էր Դավիթը, 16-17 տարեկան, որը շատ պատասխանատու պատանի էր, շատ պատասխանատու երիտասարդ էր, ինչից ենք իմանում նրա պատասխանատվությունը, որովհետև երբ որ մենք նայում ենք նրա կյանքին, թե ոնց էր նա մոտենում իր հոր ասածներին, ոնց էր նա մոտենում այն ունեցվածքին, որ վստահված էր իրեն։ Հիշում եք, հայրն ասեց գնա հոտերը, ինքը հոտերն էր հոր խնամում։ Հետո հայրը կանչեց, ասեց լսի, աղբերներիդ համար զորամաս պետք է հաց տանես։ 3 աղբերները ավակ ծառայում էին բանակում։ Եվ ինքը ասեց, ինքը չասեց չէ, ավելի ուրախացավ, վերցրեց, տարավ։ Եվ նկատում ենք Դավիթի կյանքում մի բան, որ Դավիթը գնաց Սավուղի մոտ տարան որպես նվագող, երգող, եւ ինքը Սավուղի համար սաղմոս էր նվագում։ Ինքը իր քչի մեջ, իր ունեցածի մեջ, Աստծուց տրվածի մեջ պատասխանատու էր եւ հավատարիմ։ 17:42-ում այդ նույն գլխի գրած է, որ Դավիթը գեղեցկադեմ եւ կարմիր երեսներով կարմրաթուշ պատանի էր Դավիթը։ Այն կյանքը, որ լցված էր Դավիթի ներսը, արտացոլվում էր նաեւ դուրս։ Սիրելի ժողովուրդ, ինչով որ մենք լցվում ենք առօրյայում, նա էլ արտացոլվում է մեր դեմքից։ Եթե դու լուրերով ես լցվում, լուրերը լցվում են քո ներսը ու լուրերը քեզի խռովացնում են, չեմ կարող ասեմ, որ դու այնքան ուրախ դուրս կգաս։ Բայց երբ որ Աստծո լուրերն են լցվում քո ներսը, երբ որ երկնքի հույսն է լցվում քո ներսը, երբ որ նրա հետ հանդիպում ես ունենում, երբ որ մեկին Հիսուսի անունով այցելություն ես անում եւ տեսնում ես, որ պիտանի եղար ինչ-որ մեկին կանգնելու համար, օգնում ես մեկին, քո դեմքը սկսում է փայլել։ Եվ գիտեք, սա նկատելի է։ Սա չես կարող թաքցնել։ Առաջի անգամ ես որ գնացի հավաքույթի, երիտասարդ էի այդ ժամանակ, եւ գիտեք ինչ ինձ գրավեց Աստծո տան մեջ։ Ոչ թե Աստծո ժողովրդի թթված դեմքերը, այլ ինձ գրավեց մի բան, որ Աստծո ժողովուրդը ուրախ ու հույսով լցված էր, որ իրենց աշկերի մեջ փայլ կար մի յուրահատուկ, որ իրանք ուրախ էին։ Մանավանդ վերջում էլ մի հատ երիտասարդ եկավ ինձ գրկեց, ասեց այնքան ուրախ եմ աղբերս, որ եկել ես։ Ես այդպիսի ջերմություն աշխարհում շատ ընկերներ եմ ունեցել, բայց այդպիսի ջերմություն ես չէի զգացել։ Ես հասկացա, որ էսի ուրիշ թագավորություն է։ Ես հասկացա, որ այս թագավորության օրենքներն ու սկզբունքները այս աշխարհի օրենքներն ու սկզբունքները չեն։ Որ այստեղ հարուստով ու աղքատով չի որոշվում,
որ այստեղ որոշվում է, որ բոլոր մարդիկ Աստծո առաջ հավասար են։ Եվ Աստված բոլորին էլ սիրում է։ Եվ այս Դավիթը գեղեցկադեմ էր, լցված կյանքով, ուրախ, եկավ Աստծո բանակ, եղբայրներին տուլիկ էր բերել։ Մի խոսքով, եղբայրները ուրախացան, որ աղբեր իրանց բերել է, զորավորին էլ զորապետիներ էր բերել, իրանց գնդիր ամանատարիներ պանիր էր տարել։ Մի խոսքով, եկավ, ասեց, հա, ինչ է, պատերազմի մեջ եք, լավ է, հա։ Մեկ էլ այդ պահին դուրս եկավ Գողիաթը։ Այն պահին, որ Դավիթը եկել էր, ուզում էր սենց տեսներ ինչ է կատարվում այդ պատերազմի դաշտում, այդ սարի վրա, մեկ էլ հանկարծ Գողիաթը դուրս եկավ։ Երբ որ Գողիաթը դուրս եկավ, սկսեց նախատել Աստծո ժողովրդին։ Դավիթը նայում էր իր կողքերի եղբայրներին, նայում էր զորապետին ու տեսնում էր, որ բոլորը այս վիճակի մեջ էին։ Եվ ինչ, Դավիթն ասեց, «Էսով է»։ Տենց չի գրած «Էսով է», բայց դե ավելի վատ է գրած։ Այս անթլպատ փղշտացին, հո։ Էսով է էսի, որ եկել է Աստծո ժողովրդին նախատում է։ Իրանից ինչ է։ Հելելա երևա կայելա կողքից ասում է սուս մնա դրա բոյին չես նայում, չես տեսնում դրա ջանին, ոչ մեկ չի կարող սավուղնել անգամ, չի կարող իր հետ վախենում է պատերազմի։ Գիտեք, Դավիթը չմտածեց, էսով է։ Դավիթը բարձր արտահայտվեց, էս ով է։ Որովհետև Դավիթը ճանաչում էր նրան, ում ինքը հավատում էր։ Եվ ճանաչում էր, որ Աստծո մոտ բոլորը ոչինչի պես են։ Եվ երբ որ ինքը այդպես ասեց, կողքից ասում էին սուս մնա, ինքը ասում էր լավ, եթե ես գնամ հաղթեմ, ինչ է տալու ինձ Դավիթ, բանը Սավուղը։ Ունդից կողքից ասում էին, այնքան հարստություն է տալու, այնքան լավ բաներ է տալու, մենակ հաղթողին այնքան մեծ պրեմիա է խոստացված, որ ով որ հաղթի, էսի տրվում է իրան։ Բայց Դավիթը դրան չէր նայում, Դավիթը նայում էր մի բան, որ թշնամին այդքան չկա, որ Աստծո ժողովրդին նախատի։ Պատկերացրեք, այն աստիճան էր իր այդ բարձր արտահայտվելը, որ լուրը հասավ Սավուղին։ Տարածեցին։ Մեկը ստեղ հայտնվել է, որը Գողիաթից չի վախենում։ Մեկը հայտնվել է, որ ասում է ով է։ Եվ Սավուղը կանչեց Դավիթին։ Սավուղը կանչեց Դավիթին եւ սկսեց երկխոսություն ունենալ։ Ուզում եմ ձեզ կարդալ այդ երկխոսությունը 17:43-ը։ Կներեք 32-ը։ Եվ Դավիթը Սավուղին ասեց, հենց որ եկավ Սավուղի մոտ, Դավիթն ասեց. սրա պատճառով ոչ մի մարդի սիրտը չթուլանա, ծառատ կգնա եւ այն փղշտացու հետ կկռվի։ Ես եկել եմ Սավուղ քեզ ասելու թագավոր, որ ոչ մեկի սիրտը չթուլանա, հանգար չվախենաք դրանից։ Ու այստեղ Սավուղը նրան ասում է, ախր դու երիտասարդ ես։ Դու չես կարող նրա հետ կռվես։ Նորից նույն վախի խոսքերը, նույն վախի արտահայտությունները չես կարող ախր։ Եվ Դավիթն այստեղ ասեց. լսի Սավուղ, երբ որ ես իմ հոր հոտերն էի պահպանում, իմ գառների վրա էլ առուծը հարձակվե, էլ արջը հարձակվե, եւ Աստված ինձ օգնել է, տվել է զորություն, որ ես կարողանամ իմ գառներին այդ առուծի եւ արջի բերանից ազատեմ։ Եվ հետաքրքիր է մանրամասը նկարագրում, ասում է նրա մուրուքից էի բռնում առուծի։ Մենակ առուծի մուրուքից նա կարա բռնի, ով որ վախ չունի։ Ասում է խփում էի գետին այդ առուծին, հաղթում էի։ Եթե Տերը տվել է այս առուծին ու արջին ինձ, Էսով է, որ չկարողանամ ես հաղթեմ սրան։ Եվ երբ որ Սավուղը տեսավ նրա
պատասխանատու այս քայլը եւ տեսավ նրա հավատքը եւ տեսավ նրա զորությունը եւ տեսավ այն փորձառությունը, որ Դավիթ ունեցել է Աստծո հետ, Սավուղն ասեց. լավ, գնա։ Եվ գիտեք, մի մարգարեական բան կա այստեղ, քանի որ Սավուղը թողել էր իր պատասխանատվությունը, ինքը հանեց իր հագուստներն ու զենքերը ու հագցրեց Դավիթին։ Սա գիտեք ինչ էր նշանակում, Սավուղը հագցրեց իր զենքերը, իր բոլոր սաղավարտը, իր պաշտպանությունը տվեց Դավիթին։ Սա նշանակում էր մի բան, եթե ես եւ դու իմ պատասխանատու տեղում չլինենք, եթե ես ու դու իմ ծառայությունը թողենք, եթե ես ու դու պատասխանատու չլինենք Աստծո տվածի հանդեպ, մեզանից կառնվի եւ կտրվի մի ուրիշին։ Եվ Սավուղը հենց իր ձեռքով տվեց ուրիշին։ Չէր հասկանում այդ պահին, բայց սա մարգարեական մի քայլ էր։ Գիտեք ինչ, բանակի մեջ եղբայրները սա Դավիթին ասում էին, հերիքա դե այդքան հպարտ լինել, մարդ այդքան հպարտ չի լինում, ինչ ես եկել ստեղ, ու սկսում էին եղբայրները իր Դավիթ եղբորը ավելի շատ ոչ թե քաջալերում էին, այլ ավելի հանդիմանում ու լրացնում էին։ Գիտեք, երբ որ մենք կանգնում ենք ու ասում ենք, մենք սուրբ ենք, մարդիկ սկսում են մտածել, լես ամբարտավաններին նայի, կանգնել են, ասում են, իրանք սուրբ են, իրանք արդար են, իրանք իմաստուն են։ Այո, եթե ես ասեմ, որ ես եմ այդպիսին, իրավունք ունեն, բայց երբ որ Դավիթն ասում էր, նա է ինձ հաղթանակ տվել, արջի, առուծի եւ սրա դեմել։ Շեշտադրությունը ոչ թե ես եմ հաղթել, այլ նա է այդ հաղթանակը տվել։ Երբ որ ես ասում եմ, որ ես Քրիստոսի շնորհքով եմ սուրբ, որ ես Քրիստոսի կատարածով եմ արդարացել նրա հարությունով, երբ որ ասում եմ, որ Քրիստոսն է իմ իմաստությունը, ապա իմ շեշտադրությունը ոչ թե իմ անձն է, այլ նա է։ Եվ ես կարող եմ վստահ ասել, որովհետև նրա կատարածին եմ հավատում ու վստահում։ Շատ ամբարտավան եք, որ դուք մտածում եք, որ դուք փրկված եք։ Սերներ, սա ամբարտավանություն չի, սա հավատքի վստահություն է։ Եթե դու հավատում ես, որ Քրիստոսը մահացել է եւ հարությունը առ է մեռելներից, ուրեմն այս փրկությունը քո համար իրական է։ Երբեք չնեղվես, երբեք չկասկածես, երբեք չթուլանաս, որ մարդիկ կհանդիպեն ասեն, հələ նայի մեծ քո կյանքին, լսի քո կյանքին մի նայի նրա կատարածին։ Երբ որ մենք նայում ենք մեր ապրած իրավիճակներին, մեր տկարություններին, մենք չենք կարողանում մեր աչքերը բարձրացնել նայել Գողգոթա, այն ինչ որ Հիսուս Քրիստոսը կատարեց խաչի վրա։ Բայց եթե դու նայում ես Գողգոթա խաչի վրա Հիսուսի կատարածին, ապա նրան նայելով դու սկսում ես վստահ քայլել քո կյանքը։ Եվ Դավիթը Աստծուն էր նայում, դրա համար էլ շատ վստահ էր իր առաջարկի, իր քայլերի համար։ Ո՞վ է սա։ Եվ վերջո Դավիթը մտավ մենամարտի մեջ։ Եվ գիտեք, այստեղ մի երկխոսություն կա Դավիթի եւ Գողիաթի միջև։ Ուզում եմ նայել այդ երկխոսությունը։ Գիտեք, այս երկխոսությունը նաեւ լինում է մեր կյանքի մեջ։ Շատ անգամներ մեզ միտք է գալիս եւ մենք խոսում ենք այդ մտքի դեմ։ Շատ անգամներ գալիս է, որ դու չես կարող, դու պարտվելու ես, դու մեռնելու ես։ Հələ նա ինչ իրավիճակի ես ասել, քո հիվանդությունը քեզ տանելու է մահվան։ Եվ այս մտքերը գալիս են մեզ, ինչ ենք մենք խոսում այդ ձայնի դիմաց։ Ինչ ենք մենք պատասխան տալիս այդ ձայնին։ Տեսեք, այն ժամանակ Փղաշտացին նայեց Դավիթին, արհամարեց նրան, որտև նա կարմիր գույնով եւ գեղեցկադեմ պատանի էր, եւ Փղաշտացին ասեց Դավիթին. «Միթե ես շուն եմ, որ ինձ վրա ցուպով ես գալիս», եւ Փղաշտացին նզովեց Դավիթին իր աստվածներով։ Փղաշտացին իր աստվածներով նզովեց Դավիթին։ Ասեց, «Էսում են ուղարկե, ես ձեռ եք առնում, կատակ եք անում, ոնց կարա այս փոքրը, ոնց կարա այս տկարը, ոնց կարա այս թույլը ինձ հաղթի, ընդհանրապես ոնց կարա մարդը
սատանային հաղթի, բայց Տերը հաղթեց, որպես մարդ հաղթեց։ Տեսեք ինչ երկխոսություն ունենում, ասում է, որ եւ Դավիթն ասեց փղշտացին. դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վրա, բայց ես գալիս եմ քեզ վրա զորած Տիրոջ Իսրայելի զորքերի անունով, որին դու նախատեցիր։ Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի ու ես քեզ կմերցնեմ եւ քո վրայից գլուխդ կառնեմ եւ փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կտամ, որպիսի բոլոր երկիրը իմանա, որ Իսրայելը Աստված ունի։ Սա շատ հզոր դավանանք էր, որ Դավիթն արեց։ Ու ինչ որ ինքը ասեց, նա արեց։ Ասեց քեզ հաղթելու եմ, գլուխդ կտրելու եմ ու քո զորքն էլ բոլորը թռչուններն են ուտելու։ Եվ երբ որ սա լսեց Գողիաթը, սկսեց ջղայնացած վազելով գնաց Դավիթին թառաջ։ Գիտեք, շատ անգամներ ֆիլմերը, որ նկարահանում են այդ ֆիլմերը, Դավիթին սենց խեղճացած մի երեխա են ցույց տալիս։ Ցույց են տալի Գողիաթը տենց հարցակվում է, Դավիթը սենց պաղկված քարա վերցնում, հազիվ սենց անում, այտենց չի գրած։ Գրած է, երբ որ Գողիաթը վազեց, Դավիթն էլ ընդառաջ իրան վազեց։ Դավիթը չվախեցավ Գողիաթից։ Դավիթը ընդառաջ վազեց եւ Դավիթը հաղթեց մի քարի հարվածով Գողիաթին։ Ուզում եմ իմ կյանքից մի վկայություն բերել, երբ որ Գողիաթը, երբ որ սատանան սկսեց վախացնել ու սկսեց իր սուտը իմ վրա գործածել։ Սրանից 5 տարի առաջ էր, դուք շատերդ գիտեք, երբ որ իմ աղջիկը ծնվեց 5 տարի առաջ, իր ծննդյան 10-րդ օրը արյան զեղում ունեցավ։ Եվ մի քանի հիվանդանոցներով մենք անցանք։ Եվ մի անգամ, երբ որ երկրորդ հիվանդանոցում էինք, այդ երկրորդ հիվանդանոցի այդ իրավիճակը այնքան թեժ էր, այդ խավարը այնքան ծանր էր, որ արդեն շատերն ասում են, որ հույս չկա, որ կարող է ինքը կենթանանա կամ այդ իրավիճակից դուրս գա։ Եվ գիտեք, այնքան էր խավարը ծանրացել իմ վրա, որ ես կարծես նրա հռհռոցն էի լսում, կարծես նրա մեղադրանքն ու նրա նախատելն էի լսում, բա ուր է քո Աստվածը։ Գիտեք, շատերս կարող անցնում ենք խավար դաժան իրավիճակներով եւ մենք լսում ենք այդ ձայնը, ուր է քո Աստվածը։ Բա խի չի գալիս քեզ օգնության։ Խիա թե քեզ թողել այս իրավիճակի մեջ։ Ինչի համար ես դու հանդիպես սիրելի հովիվ, ինչի համար ես հանդիպել այս դժվարությանն ու այս խնդրին։ Տես, հնարավոր է քո մեղքերի պատճառն է։ Հնարավոր է դու մեղքեր ես գործել եւ դրա համար Աստված պատժում է քո զավակին։ Արդյոք այսպիսի մտքեր մեր միջով չեն անցնում։ Արդյոք չեն գալիս կասկած հարուցելու Աստծո բարության վրա։ Արդյոք մտքեր չեն գալիս, որպեսզի մենք մեղադիր լինենք Աստծուն։ Ասեմ ձեզ, գալիս են այդ մտքերը։ Կներեք։ Եվ երբ որ խավարը թեժացել էր այդպես, ծանրացել էի սենց ծանր այդ իրավիճակի մեջ, ու ասում էր այդ ձայնը, որ քո աղջիկը մահանալու է։ Եվ ես ասեցի, կանգնեցի այդ ժամանակ, ասեցի, ես գիտեմ քո սուտը, ես գիտեմ քո գործերը, ես գիտեմ, որ այսքան ժամանակ դու ստով ես մարդկանց խաբում, բայց եթե իմ Տերը որոշի, որ իմ աղջկան վերցնի, օրհնյալ լինի իր անունը, ես երբեք նրան չեմ մեղադրի, երբեք նրան չեմ դատապարտի, երբեք նրան չեմ ասի, ուր է իր Աստված, խիչ եկար ինձ օգնության։ Ու գիտեք, երբ որ ես այս երկխոսության մեջ մտա սատանայի հետ, ես հաղթեցի նրան։ Գիտեք ինչպես հաղթեցի։ Հաղթեցի նրա անունով։ Հաղթեցի նրան վստահելով, հաղթեցի նրա անունը պատվելով ու բարձրացնելով, հաղթեցի մի բան, որ ես ծառա եմ, բայց նա է Տերը։ Մենք սիրելիներ ծառաներ ենք, նա է Տերը։ Եվ եթե մեր կյանքը հանձնել ենք Աստծուն, նշանակում է, ինչ որ մեր կյանքի մեջ տեղի ունենում, նա տեղյակ է։
Եվ երբեք ոչ մի իրավիճակի մեջ չմեղադրենք մեր Տիրոջը։ Գիտեք ինչ տեղի ունեցավ այդ պահին։ Լույս իջավ երկնքից եւ խաղաղություն։ Մի այլ կարգի խաղաղություն։ Ես այդ խաղաղությունները շատ անգամ եմ զգացել եւ դա համարել եմ որպես Աստծո պատասխան, որովհետեւ Աստված խաղաղության ու սիրո Աստված է եւ ինքը խաղաղությունով է պատասխանում։ Եվ այդ ժամանակ հասկացա մի բան, որ Աստված վերջակետ դրեց այս հարցին եւ իմ աղջիկս պիտի լավանա։ Մտա հիվանդանոց, սա ասեմ ձեզ, հիվանդանոցի բակում էր այս պայքարը։ Ես մենակ կանգնած էի, խավար, մարդ չկար կողքս ու ես այսպես խոսում էի։ Կողքից մեկը որ տեսներ, կասեր երևի այս տղան գժվել է, բայց սա մի պայքար էր։ Քո պայքարի մեջ ուրիշների համար հնարավոր է դու ցնդած լինես, բայց այդ պայքարի մեջ հաղթող ես, այո, որովհետև հավատում ես ամենակարողին եւ զորավորին։ Հարց Տիրոջը։ Ուզում եմ շարունակել, մտա հիվանդանոց, ասեցի թույլ կտակ, ես գնամ իմ աղջկա մոտ։ Ես ուզում եմ իր համար աղոթեմ։ Եվ որ գնացի, մտա տեսա այդ բաները, շլանգները տենց միացրած, պարկած էր, եւ շատ երեխաներ կողքը պարկած էին։ Եվ այդ բուժքրոջը ես ասեցի. արի միասին աղոթենք։ Սա զարմացած ինձ նայեց։ Ասի դու քրիստոնյա չես։ Ասեց հա։ Ասի ցավա որ քրիստոնյա ես ու այսքան ժամանակ աղոթել չգիտես։ Ասի արի իրար հետ միասին այս երեխաների համար աղոթենք։ Ու գիտեք, ես միայն իմ աղջկա համար այդ օրը չաղոթեցի։ Ես աղոթեցի բոլոր երեխաների համար։ Եվ երբ որ վերջացրեցինք, ես այնքան ուրախությամբ էի լսված, որ Տերը լսել է ինձ, եւ ես շնորհակալություն հայտնեցի, որ Տերը պատասխանել է։ Եվ այդ օրվանից հետո սկսեց դեպի լավը գնալ։ Բայց ինչն էր այդ բանը, որ ես այդ բուժքրոջը ասեցի, սրանից հետո ամեն անգամ, ամեն երեկո այս երեխաների համար կաղոթես, որպեսզի խավարից դեպի լույսի գան։ Փառք Տիրոջը, այս երկխոսությունը միշտ լինում է, բայց նախահարցակը մենք պիտի լինենք, սերներ։ Մենք պետք է չսպասենք, որ սատանան մեզ ընկճացնի, հասցնի ամենաոչնչյալ մակարդակին։ Մենք պետք է թույլ չտանք, մենք ավելի մեր դավանություններով, Հիսուս Քրիստոսի անունը հռչակելով պիտի գնանք առաջ եւ մենք կտեսնենք այդ լույսը եւ հաղթությունը։ Գիտեք, շատերի դուրը չի գալիս, երբ որ ասում եմ, գիտես, դու պետք է ծառայես, դու պետք է ծառայություն անես Տիրոջը, դու պետք է պատասխանատվություն վերցնես։ Քրիստոնյաներ կան, որ իրանց դուրը չի գալիս։ Գիտես, դա ինչի նման է։ Ուզում եմ մի համեմատություն բերել, ինչի նման է։ Ոնց որ քնած մարդը դու գալիս ես լույսը վառելու, ինքը ասում է, թող քնեմ, լույսը անջատի։ Սիրելի քնածներ, որ այսօր ես ուզում եմ քեզ արթնացնեմ, որ այսօր ես լույսը ուզում եմ վառեմ քո մեջ, մի ասա թող քնեմ։ Այլ արթնացի այդ իրավիճակիդ մեջից, որովհետև մենք չգիտենք Տիրոջ գալուստը երբ է լինելու եւ կարող այսօր գիշեր լինի նրա գալուստը։ Եվ ինչ ես պատասխան տալու նրան, ինչ ես ասելու նրան։ Երբ որ լույսը վառվում քո համար, մի ծածկի քո աչքերը, մի քնի, մի շարունակի, մի ասա լավ էլի, մի խոսացեք, հերիք է էլի։ Երբ որ դու այդպես ես խոսում, դու ասում ես անջատեք լույսը, թող քնեմ։ Բայց մենք գիտենք մի բան, որ նա ով որ մահվան մեջ է ու քունը տանում է արդեն, նրան արթնացնում են, չեն թողում որ քնի։ Որովհետև երբ որ մարդը քնում է, կորցնում է ամեն գիտակցությունը, ամեն բան։ Եվ ինքը շրջապատող աշխարհի համար դառնում է անզգա։ Երբ որ մեկը քրիստոնյաներից քնած է, ինքը իր կողքինի, իր քրոջ, իր եղբոր, ինքը իր Աստծո նկատմամբ դառնում է անզգա։ Դրա համար արթնացի քնից։ Վերցրա քո համար պատասխանատվություն, եթե դու ուզում ես հաղթել չարին, խավարին, դու այսօր քո մեջ որոշի, ես Տեր, մի բան պիտի անեմ քո համար։ Ես այն ամենաչնչինի մեջ պետք է հավատարիմ լինեմ։ Ես պիտի ծառայեմ քեզ, Տեր Աստված, որդ ես ուզում, ինչ շնորհք ես տվել ինձ, որ ես քո տան մեջ, քո ժողովրդի, քո թագավորության մեջ ծառայացնեմ։ Եթե դու չծառայացրեցիր, ապա այս բանակը քո աչքի առաջ է, Սավուղի հետ միասին, որոնք կանգնած էին ու թշնամուց վախենում էին։ Մեն Դավիթն էր, որ
հաղթեց Գողիաթին։ Փառք Տիրոջը։ Ուրեմն մի մեկնություն եմ լսել, հետաքրքիր մի մեկնություն էր Դավիթի եւ Գողիաթի վերաբերյալ, երբ որ Դավիթը Գողիաթի գլուխը կտրում է, գրած է նա Դավիթը Գողիաթի գլուխը կտրեց եւ բերեց Երուսաղեմ։ Հետաքրքիր մի բան լսեցի, որ Գողգոթա, գիտեք ինչա թարգմանվում Գողգոթա։ Գողգոթա թարգմանվում է գանգի ասված տեղ։ Երբ որ մենք Իսրայելում էինք, մեզ տարան այդ լերը, այդ ժայռը, որը շատ նման էր գանգի։ Եվ ասում էին, որ այստեղն է Գողգոթան, այստեղն է, որովհետև ինքը նման է գանգին։ Բայց այդ մեկնությունը, երբ որ ես լսեցի, կարդացի, ասում էր, երբ որ Երուսաղեմ տարան Գողիաթի գլուխը, որպես պարտություն թշնամու, նրան ցիցի վրա հանեցին եւ ճանապարհի եզրին տնկեցին։ Եվ ամեն գնացողներն ու գալացողները, երբ որ տեսնում էին այդ գանգը, ասում էին, սա այն գանգի տեղն է։ Սա այն գանգի տեղն է, Գողգոթան է, որտեղ աքսորյալը գնում էին մարդիկ, տեսնում էին, փառաբանում էին Աստծուն, ուրախանում էին, որ Տերը հաղթություն տվեց Գողիաթին։ Հիմա չգիտեմ որքանով է ճիշտ այս մեկնությունը, թե չէ, բայց մի համեմատական կա զուգահեռ սրա հետ կապված։ Գողգոթայում Հիսուս Քրիստոսը Դավիթի որդին հաղթեց աքսորյալին։ Դավիթի որդին տրորեց աքսորյալի գլուխը, ոչնչացրեց աքսորյալին, նվաստացրեց աքսորյալին, խայտառակեց աքսորյալին։ Եվ այսօր այդ հաղթությունը տվել է ամեն իրան հավատացողի համար։ Հիսուսը հաղթել է սատանային, եւ այսօր էլ մենք նրա բանակին կարող ենք հաղթել, որտեվ նա հաղթանակած ավելի զորավորն է։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծո։ Ուզում եմ այդ զուգահեռը անցկացնեմ այդ այլաբանության հետ Հիսուս Քրիստոսի։ Ասում է միջև ավելի զորավորը կգա եւ եկավ ավելի զորավորը։ Հիսուս Քրիստոսը մոտ 2000 տարի առաջ եկավ, գրած է հաղթեց, նոր պիտի չհաղթի, հաղթեց թշնամուն։ Սատանան պարտված է ժողովուրդ, սատանան պարտված է, սատանան կապված է, սատանան չի կարող վնասել քեզ, եթե դու քեզ չվնասես, եթե դու նրա ստերը չլսես ու այդ ստերով ապրես, այդ ստերից դողաս, այդ ստերով վախենաս ու կործանես քո կյանքը, եթե դու չլսես սատանային, ապա դու հաղթանակած ես արդեն։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մենք ազատ ենք, որովհետև Պողոս առաքյալը Գաղատացիների մեջ ասում է, այն ազատությունով, որ Տերը ձեզ ազատեց, մնացեք այդ ազատության մեջ։ Մնացեք այդ ազատության մեջ։ Տերը մեզ ազատել է, մեզ մնում է մի բան, հավատալ նրա խոսքին, ոչ թե սատանայի խոսքին, հավատալ նրա սիրուն եւ այդ սիրով ապրել, ոչ թե սատանայի վախերին, հավատալ այն կյանքին եւ ոչ թե մահին, հավատալ, եթե դու հավատացիր ու ապրեցիր նրա համար, դու ազատ կլինես ամեն վախից, ամեն ստությունից եւ մահից, որովհետեւ կյանք տվողը Տերն է։ Նա արդեն ապահովել է սա մեզ համար։ Գողգոթայի խաչի վրա Հիսուս Քրիստոսը հաղթեց։ Գիտեք, մի բան եմ ուզում այս այլաբանության մեջ տեսնենք, ժամանակին մենք, ես գործիք եմ եղել սատանայի ձեռների մեջ։ Շատերս կարող ենք վկայել, որ մենք գործիքներ ենք եղել սատանայի ձեռքերի մեջ։ Մենք զենքեր ենք եղել սատանայի ձեռքերի մեջ։ Եվ ինքը մարդուն օգտագործել է իր նպատակների համար։ Ինչքան տեղ կա, որ մենք կարդանք մի վախեցեք մարդկանցից։ Մարդկանց օգտագործում է սատանան, որպեսզի վախցնի ուրիշներին։ Հիշում եք Հիսուսն ինչ էր ասում, մի վախեցեք նրանցից, որ մարմինը սպանում է, այլ վախեցեք նրանից, որ մարմինը եւ հոգին կարող է գեհենի մեջ կորցնի։ Մարդը կարող է դառնա սատանայի զենքը, սատանայի գործիքը, ուրիշներին կործանելու, ուրիշներին փչացնելու, ուրիշներին վատը ցանկանալու։ Եվ այսպիսի գործիքներ, այսպիսի զենքեր էինք մենք շատերը ժամանակին։ Փառք Տիրոջը, փառք զորավորի համար, որովհետև այս այլաբանության մեջ գրած է, երբ որ ինքը եկավ ու հաղթեց զորավարին, նրա ձեռքից վերցրեց զենքերը։
Հետաքրքիր բան եմ ես այստեղ նկատել, նրա ձեռքից վերցրեց ինձ, քեզ, մյուսին, նրա ձեռքից վերցրեց։ Եվ եթե ինձ ազատել է, եւ եթե այն ժամանակ ես գողանում էի, Աստծո խոսքն ասում է, հիմա ավելի բարիք արա ուրիշների համար։ Եթե այս անդամները առաջ օգտագործում էի անիրավություն անելու, հիմա թող այս անդամները լինի փառաբանության գործիք Տիրոջը։ Եթե այն ժամանակ ես չարի զենքն էի, այսօր դառնամ Տիրոջ զենքը, Տիրոջ թագավորությունը տարածելու, արդարությունն ու լույսը տարածելու այս երկրի վրա, որպեսզի խավարը իսպառ վերանա մեր երկրից, ժողովուրդ։ Մենք ունենք անելիք այսօր, թե չէ։ Եվ ուզում եմ, որպեսզի այսօրվա այս հավաքույթից հետո դու չմտածես, որ ես բան չեմ կարող անել։ Եթե Տիրոջը սիրում ես, դու կանգնի, անողը Տերն է լինելու։ Բայց դու միայն կանգնի, դու միայն ասա, որ ես պատրաստ եմ Տեր քո համար ամեն բանի։ Սա պատասխանատվություն վերցնելն է։ Փառք Տիրոջը, որ Տերը հաղթել է եւ այդ հաղթությունը տվել է մեզ։